Everybody stretch a little bit. It's good for the nerves. Nelly, you translate? We have to stretch a little bit. It's very good for our body. Փորձենք ձգվել, որպեսզի մեր մկանները ձգվեն եւ ավելի լավ աշխատեն։ Everybody stretch. You have to do it. Everybody stretch. Thank you. Yes. Not just like this, but you have to stretch. Ձգվում ենք, որպեսզի մկանը have to feel it here. Մկանները աշխատեն եւ ձգվեն։ You can fold your hands and stretch. Կամ երկու ձեռքերը միավորելով Take a deep breath through the nose. Քթով խորը շունչ ենք քաշում։ Very good. Ձեռքերը վեր ենք բարձրացնում եւ լավ հետ ենք տանում։ Սա եւս օգնում է մեր մկանային համակարգին ձգել։ Խորը շունչ ենք քաշում եւ արտաշնչում։ Good morning. This is Լույս, our third day of the training. սա արդեն երրորդ օրն է մեր դասընթացի։ And the first day we spoke about the nervous system, Առաջին օրը խոսել ենք նյարդային համակարգի մասին, the brain, ուղեղի մասին, and then we started to work with my will եւ սկսել ենք նաեւ աշխատել անիվի հետ, and our personality. մեր անհատականության հետ։ And yesterday we also in the morning talked about our personality. Երեք առավոտյան եւս խոսել ենք մեր անհատականության մասին, անիվի շրջանակներում։ And we added my circles Ավելացրել ենք նաեւ շրջանները այդ անիվի մեջ, and also the cognitive method անդրադարձել ենք ճանաչողական մեթոդներին, where we combine I'm feeling something, երբ կարող ենք համակցել զգացողությունը, I'm sensing, զգայարանների հետ, my body reacts, թե ինչպես է այդ ամենը ազդակ տալի, and I have some behavior, մեր մարմնի վրա ազդում, and I have behavior. եւ վարքագծի վրա ըստ այդ իմաստում, And there were some very good questions about anger. եւ շատ լավ հարցեր են հնչել բարկության հետ կապված, And when strong emotions fill me up, եւ երբ ուժեղ զգացողությունը պատում է ինձ, is there anything I can do to bring down adrenaline and ինչ կարող եմ cortisol անել այդ պարագայում ադրենալինը նվազեցնելու համար, and focus on something else? ուշադրությունը կենտրոնացնելով միգուցե այլ ինչ-որ այլ թեմայի վրա։ And then we did some trauma technique. Այնուհետև մենք անդրադարձել ենք տրավմայի որոշ տեխնիկաների, We talked about havening and did havening training. խոսել ենք havening-ի մասին եւ դա կիրառել ենք։ We do havening to increase serotonin. Մենք դա այդ տեխնիկան օգտագործել ենք սերատոնինի մակարդակը բարձրացնելու համար, And to reduce amygdala ամիգդալան նվազեցնելու համար and to change my memory in hippocampus. եւ փոխելու իմ միտքը հիշողությունը հիպոկամպուսում։ And Anush, are you here? Yes. Անուշ այստեղ է։ I want to ask you, Anush, yesterday when you came home, Ուզում եմ հարցնել քեզ Անուշ, երեք երբ գնացել ես տուն, and you want to give your son some food, եւ երբ փորձում եք երեխայի առջև դնել սնունդ, կերակրել նրան, where were you on angry from 0 to 10? Արդյոք ինչպես ձեր բարկությունը այդ ժամանակ կգնահատեիք 0-ից 10 սանդղակով։ To be fair, she was at mother's home, and when she's there, she's relaxed because everything is doing by the hands of her mother. Okay. She's from Martuni city. Very good. So we have not tested yet if something has happened in your hippocampus. Մենք դեռ չենք տեստավորել, չենք հասկացել թե ինչ է հիպոկամպուսի հետ ձեր կատարվել։ So when you are alone, your mother is not there. Եթե մենակ լինեք եւ մայրիկի հետ չլինեք, մայրիկը ձեր կողքը չլինի, You really want your son to eat. եւ եթե շատ կրկին ուզենաք որ երեխան լավ սնվի, You stand like this.
Այս տեխնիկան կկիրառեք ինքներդ ձեր համար, because your anger will not make him eat, քանի որ ձեր բարկությունը չի ստիպելու ամեն դեպքում նրան ուտել, but it will make you sad. բայց միանշանակ այդ բարկությունը ձեզ կտխրեցնի։ So how can we carry the hope Ինչպես կարող ենք մենք հույս ունենալ այս պարագայում and patience եւ համբերությամբ զինվել, while we wait for the people we want to change? սպասելով այլ մարդկանց, որ իրենք իրենց վերաբերմունքը փոխեն կամ իրենք փոխվեն, Without being too sad or angry while we wait. Եվ այդ պարագայում տխրությունը իրականում բարկությունը միայն մեզ տխրության կբերի, այդ պատճառով պետք է ձերբազատվել դրանից։ Yes. So we found out, Anush, yesterday that many of us have problems with our children eating. Մենք երեք նաև բարձեցինք, որ երեխաների ուտելու հետ կապված մեզանից շատ-շատերը խնդիր ունեն։ So thank you for doing the work for so many of us. Շնորհակալություն ձեզ, որ դուք մեր շատերի համար փաստացի եւ շատերի փոխարեն այս աշխատանքը արեցիք։ We also talked about being sensitive. Մենք խոսել ենք նաև զգայուն լինելու մասին։ A lot of these traits are the same with all of us. Եվ բնականաբար այս հատկությունը բնորոշ է շատ-շատերիս։ So when we are trying to find balance in our lives, Եվ մենք կյանքում փորձում ենք հավասարակշռություն գտնել, we can do the havening մենք կարող ենք այս տեխնիկան օգտագործել to reduce adrenaline. ադրենալինը նվազեցնելու համար։ Okay, as one method. Anush? Thank you for She has a question. She says that her trauma, let it be called like this, is not so serious one and so heavy one, and it affected her yesterday. However, in respect of very serious and heavy traumas like killing, rape, etc., is it possible to reactivate this in the mind, this trauma, and then work with a havening technique like this? This is what havening has been developed for. Սա հենց այն տեխնիկան է, havening-ի տեխնիկան հենց այդ տեխնիկան է, ինչի համար որ ստեղծվել է, այսինքն վերաակտիվացնել նման տեսակի տրավմաները եւս։ Because the problem with embedding the trauma in hippocampus որովհետև խնդիրը հիպոկամպուսին ոնց որ ստիպել որ տրավման վերաակտիվացվի, if I have been raped, եթե օրինակ ես եմ բռնաբարության զոհ դարձածը, maybe the smell of the man I can never forget. Միգուցե հոտը այդ մարդու ես միգուցե դա իր մարմնի հոտ է նույնիսկ չկարողանամ երբևէ մոռանալ, and I go shopping, ես գնում եմ օրինակ խանութ, and all of a sudden the smell is there, եւ եթե այդ հոտը այնտեղ եմ զգում, that reactivates, դա արդեն ինքնաբերաբար վերաակտիվացնում է and I'm like, is he here? այդ տրավման եւ կարծես թե ինքը իմ կողքն է հիմա այդ պահին։ So we want to help that potence, the connection between what happened to me with the smell Այսպիսով մենք ուզում ենք այդ կապը ոնց որ դրա այդ միջոցով պահել, այսինքն այդ հոտի եւ իրադրության կապն ենք փորձում վերարտադրել։ We want it to be detached, Այնուհետև փորձում ենք որ դրանք փորձում ենք տարանջատել դրանք, so I can smell, որպեսզի կարողանամ ես հանգիստ հոտը, տվյալ հոտը օրինակ զգալ, but not react. բայց ոչ մի ռեակցիա չտալ արդյունքում այլևս։ And havening helps with this. Իսկ havening-ը դա արդեն կարողանում է օգնել, որպեսզի այդ ամենը լինի։ Yes. Thank you.
Suna? Խնդրում եմ բարձր, որ ես լսեմ, ես չեմ լսում ձեզ։ So we have already understood that in trauma cases, havening is one of the best techniques. But in case of burnouts, is it possible? Burnout? Yes. Yeah. Is it also Yes. possible to? So havening has 8 different techniques. Havening-ը 8 տարբեր տեխնիկաներ ունի։ One, and that is what we have been using, we call it event havening. Որը որ մենք օգտագործել ենք, it is called Event. դա կոչվում է իրադարձային havening։ Something happened to me and now I cannot forget it and I Ինչ-որ բան react. տեղի է ունենում ինձ հետ եւ ես չեմ կարողանում այդ դեպքը մոռանալ։ But I can do another type of havening, Բայց ես կարող եմ մեկ այլ havening-ի տեխնիկա օգտագործել, because the strokes help reduce cortisol. որովհետեւ այս ձևը իրականում օգնում է կորտիզոլը նվազեցնել։ So you can be praying to God and do havening. Dear Մենք կարող God, ենք օրինակ աղոթել Աստծուն եւ միևնույն ժամանակ havening անել։ I ask the Holy Spirit to fill me up. I can't hear you. I ask the Holy Spirit to fill me up. Ես Սուրբ Հոգուն խնդրում եմ, որ ինձ ոգեշնչի, ոգևորի։ I ask you to renew every cell in my body. Ես խնդրում եմ ամեն բջիջը եւ մասը իմ մարմնի թարմացնի, նորացնի, Because it will increase serotonin. որովհետեւ այս դեպքում սերատոնինն ենք բարձրացնում։ All our problem is always Մեր բոլոր խնդիրները մշտապես that I can work with me and build and increase resilience. I can work with me like ես this. կարող եմ իմ հետ աշխատել, դրանով ես ավելի ճկուն, ավելի հանգիստ լինել, But if the environment բայց երբ շրջակա միջավայրը, շրջապատը keep attacking me, անընդհատ հարցակվում է ինձ վրա, ես հարցակման եմ ենթարկվում, that needs to change too. դա եւս պիտի փոխվի։ So it's not just one person alone. Միայնակ չենք սրանով իրականում, մենակ չենք կարող ինքներ աշխատել, այսինքն շրջակա միջաշրջապատի հետ եւս պիտի աշխատանք տարվի։ So when we work with the children and young people and families, Երբ մենք աշխատում ենք երեխաների, երիտասարդների կամ ընտանիքների հետ, it is very important to focus on the environment. շատ կարևոր է նաև կենտրոնանալ շրջապատի վրա։ Are they safe in their homes? Արդյոք նրանք անվտանգ են իրենց զգում, անվտանգ են իրենց ընտանիքներում, Do they have something to eat? ունեն ուտելու բան, Do they have a safe place to come to in the community? ապահով տեղ կա իրենց համայնքում, որտեղ իրենք կարող են գալ եւ իրենց իսկապես պաշտպանված զգալ։ Is there one adult that they can trust? Արդյոք կա մեկը, մի մեծահասակ, որին կարող են նրանք վստահել։ And this is the work that you all do. Սա հենց այն աշխատանքն է, որ դուք բոլորդ եք անում։ This is World Vision and all the organizations, this is what you do. Սա World Vision-ի առաքելությունն է, եւ նաեւ մյուս այն կազմակերպությունների առաքելությունն է, որի ներկայացուցիչն եք դուք այսօր։ Yes. So any other questions before we go on with the program today? Հարցեր ունենք, այլ հարցեր կան, մինչ մենք շարունակենք։ Մի փոքր բարձր ասեք, որ հայերենը չբարձրացնեն։ During the childhood, she underwent some trauma, and now it leads her everywhere. How can she get rid of this trauma? Can you repeat, because I don't know, something is with the sound today. I don't know. But just repeat what you said. Okay. During her childhood, Yes, she had some trauma, yes. and now this trauma leads her everywhere. Leads her everywhere. Yes, What does she's that mean? with her. Yes, And how can she get rid of this trauma? yes. So if we did
if I did a regular trauma analysis, երբ ես մշտապես վերլուծում եմ տրավմաները, there are different types of trauma. տարբեր տեսակի տրավմաներ կան իրականում։ So some trauma is violence to me. Որոշ տրավմաներ դրանք բռնություն են ինձ համար։ Other trauma is I need something but I don't get it. Մյուս տրավմայի տեսակը դա երբ ես ինչ-որ բան եմ ուզում, բայց չեմ կարողանում դա ստանալ։ Some trauma is witnessing violence in the family. Որոշ տրավմաներ դա ընտանիքում օրինակ բռնություն տեսնելն է։ Some trauma is sickness and disease. Որոշ տրավմաներ դրանք հիվանդություններն են։ Some trauma is you lose somebody you love and need. Որոշ տրավմաներ դա սիրելիներին, հարազատներին կորցնելն է։ So there is a list of different traumas that can affect a child. Եվ այդպես կա շատ տեսակի տրավմաներ կան երեխայի վրա ազդել։ Is we try to focus on the emotions of today. Այն ամեն ինչ պիտի անել դա էմոցիաների վրա ոնց որ պետք է աշխատենք։ Because in trauma work, we want to trust that your past does not define you. Որովհետև մենք ուզում ենք դրանով հասնել նրան, որ ձեր անցյալը չի սահմանում եւ չի որոշում ձեզ հիմա։ Այսինքն այսօրվա դուք չպետք է լինեք որպես արդյունք անցյալի տրավմայի։ And we know something is called post-trauma growth. Եվ մենք գիտենք նաև այսպիսի մի բան, որը կոչվում է հետտրավմատիկ աճ։ So a part of you have experienced all of these traumas in your childhood. Որովհետև ձեր մի մասը փաստացի այդ ձեր մանկության ընթացքում այդ բոլոր տրավմաները տարել է, ենթարկվել է տրավմայի։ And now as an adult, իսկ այժմ որպես արդեն մեծահասակ, maybe some of them get reactivated. Միգուցե որոշները վերաակտիվանում են։ So we work with the trauma that is reactivated in your adult life. Այսպիսով մենք աշխատում ենք եւ աշխատանք պիտի տարվի այն տրավմաների հետ, որոնք վերաակտիվացել են ձեզ հետ արդեն մեծ ժամանակ։ And then it's like pearls. Չափահաս տարիքում։ It's like pearls on a string. Սա կարծես թե իրականում ոնց որ շղթայի նման է իրականում։ Something comes to your mind. Ինչ որ մի բան դուք հիշում եք։ And then we can do havening or tapping and accept the emotion and then it can release in your body. Այսպիսով ինչ որ բան եթե դուք հիշում եք, այսինքն վերաակտիվացնում եք ձեր տրավման, դուք կիրառում եք այդ տեխնիկան havening-ի եւ երեկվա գործածած մեթոդով դուք փորձում եք ռեալիզացնել եւ դուրս մղել այդ տրավման ձեր միջից, ձեր ողջ մարմնից։ And that will take some time. Իսկ այնուհետև որոշակի ժամանակ է պետք, որ ժամանակ եք թողում, որ անցնի։ But the idea is to help your brain, your adult brain, Գաղափարն այն է, որ պետք է ձեր չափահաս ուղեղին to let all your childhood trauma become memories. Ձեր չափահաս ուղեղին ստիպել, որ հասկանա, որ ձեր բոլոր տրավմաները իրականում դրանք ընդհանրապես հիշողություններ են։ And if they're active, we can work with them. Իսկ եթե դրանք ակտիվ են կամ դրանցից ոմանք ակտիվ են, ապա մենք պետք է դրանց հետ աշխատենք։ And help them become memories. Եվ դրանց էլ կրկին ստիպել, որպեսզի դառնան հիշողություն։ I don't know if that makes sense. Չգիտեմ որքանով կարողացանք օգնել։ You know, I recognize that you give a sigh. Ես իրականում տեսնում եմ, որ դուք հոգոց եք հանում, ճանաչում եմ այդ So to me, that is an answer. Something in your body feels the truth. Ես դրանով տեսնում եմ, հասկանում եմ, որ ինչ որ մի բան իրականում դուք զգում եք, որ իմ ասածների մեջ ճշմարտություն կա։
All right. Thank you. Շնորհակալություն։ Yes. Մի րոպե։ She wants to know whether you know American method technique. It is called Hobo նորից ասեք էլի։ Hobonopo? Hobonopo'i method. It's a method of, it is called Hobonopo. It's maybe the name. It is the technique or method name. It was created by doctors in Hawaiian Islands. In translation, it is like this new start for correcting mistakes. It consists of 4 sentences, actually. I'm so sorry. Please forgive me. 1 second. I'm so sorry. The next one. Please forgive me. Yes. I love you much. And I'm thankful to you. Yes. It is widely spread. It is widely spread among psychologists all over the world to use this method. Yes. It is really, I use myself this method as well, and it is really useful to get rid of and to relax from stressful situations. I do not want to go more into details. Just I wanted to know your opinion about this method, if you have heard about this. Thank you. What is your name? Alice? So, thank you, Alice. I am familiar with the Hawaiian method. Yes, ծանոթ եմ այդ մեթոդին. And many cultures have their own way of working. Եվ իրականում տարբեր մշակույթներ իրենց աշխատանքային մեթոդներն ունեն աշխատելու. Some of the same sentences we know from hypnotherapy. Նման նախադասությունները մեզ ծանոթ են օրինակ հիպնոսի մեթոդից, հիպնոսի ժամանակ օգտագործվող մեթոդներից. To work with your mind and thinking and meditate. Օրինակ օգնելու ձեր ուղեղին, ձեր մտքերին մեդիտացիա անելու համար նաև. And today, Alice, when we do the videotaping of teaching, Եվ այսօր երբ մենք սովորենք եւ անենք արդեն ձայնագրում, տեսաձայնագրում, սովորելու ընթացքում, սովորեցնելու ընթացքում, somebody you work together with will be filming you and then you will explain this method. Երբ մենք ձեզ նկարենք այդ ժամանակ, դուք կարող եք այդ մեթոդը հենց կիրառել եւ բացատրել դա. Then we upload it to the e-learning platform. Այնուհետև մենք այդ տեսաձայնագրությունը կներբեռնենք էլեկտրոնային հարթակում. And it will be one of the pathway 5 techniques. Եվ սա կլինի տեխնիկաներից, այդ նշված տեխնիկաներից մեկը. Because between all of you there is so much experience and wisdom. Որովհետև ձեզանից յուրաքանչյուրը այնքան փորձառություն ունի եւ այնքան իմաստություն ունի արդեն. And we really want all of your experience to be shared. Եվ այդ պատճառով ուզում ենք, որ ձեր փորձառությունը եւ ձեր հմտությունները փոխանցվեն մեկը մյուսին, կիսեք դուք այդ բոլոր փորձառությունները. And it is a closed environment. It's not on social media. Եվ սա փակ միջավայր է, այդ հարթակը փակ միջավայր է, այն սոցիալական ցանցերում տեղադրված չէ եւ հասանելիություն չկա. But we want to make sure that beautiful methods like this Բայց մենք ուզում ենք վստահ լինել, որ այս գեղեցիկ մեթոդը, որը դուք ներկայացրեցիք, can become a movement also with everybody. Կարող է նաև շարժման մի մաս կազմել բոլորի համար եւ ձեր առօրյա աշխատանքում նաև. Okay, so
Thank you, Alice. Շնորհակալություն։ Did any of you yesterday do havening with your family? Կան մարդիկ, ովքեր ընտանիքում կիրառել են Havening-ը։ Yes. Այ Yes. սովորել երեք։ Can you share how did they react? Կարող եք կիսվել ինչպես են նրանք ռեակցիա տվել, ինչ է եղել, մի քանի խոսքով։ I used this technique with my children. And simultaneously, I also used wheel method. Yes. Ինչ արել։ So they drew in the wheel. They drew their senses and sense what their sensitive Yes. traits. Yes. Եվ ինքը արդեն ապաստելով հայ իր հույզերի հետ կապված, իր հետետրամաների հետ կապված, սկսեց կիսվել ինձ հետ։ And my daughter started to share herself with mother. And whilst she was excited during the evening, and she really started to cry. Եվ կարողացա ես իրեն շատ օգնել, And while speaking about her little and light traumas, her daughter, she with this could help her. եւ իր միջից չանել այս տրավմատիկ երևույթը, And she could help her to get rid of this trauma of her daughter. As a result of this, she was relaxed and went to sleep quietly. Fantastic. Thank you. Հիանալի է, շնորհակալություն. She's thankful to you. իսկապես հիանալի մեթոդ է, խորհուրդ կտամ բոլորը կիրառել։ And I assure everyone that this method is really useful and effective, and I advise anyone to use this Thank you. method. And you know, in the evening when we do havening, we increase serotonin. Երբ մենք օգտագործում ենք Havening-ը, սերատոնինը բարձրանում է, We also increase melatonin, մենք նաև այդ ժամանակ մելատոնինն ենք իրականում բարձրացնում, and that is our sleep hormone, որը մեր քնի հորմոնն է։ so the children can better sleep. Այդ պարագայում բնականաբար երեխան ավելի լավ կարող է քնել։ Thank you. Another one who, Այլ yes, մեկը։ yes. She tried yesterday this method with her son, but he didn't want to continue, and it lasted very little, very few. It's okay. It's okay. Դա էլ է նորմալ։ Then, you know, maybe he thinks no, but maybe tomorrow he's like, okay. So, Միգուցե ասի չէ մի բա, բայց հաջորդ օրը կարող է ուզել։ The son himself wanted to use this method with her mother. yes, but you know, when he does havening with you, he gets it. Ամեն դեպքում եթե ինքը անի, այդ մեթոդը ձեզ հետ կիրառի, ինքն էլ է այդ ենթարկվելու այդ տեխնիկային անուղակի ձևով։ This is regulating the nervous system. Սա կարգավորում է նյարդային համակարգը։ Please, yes, you can share. Խնդրենք այլ before you start, she just wanted to add. Yes. At the primary stage, her daughter has chosen որը տխրություն, sadness and որն է ընտրել տխրությունը եւ anger and sad. She chose after havening. After havening, she came to the line love. You know, she is a textbook example, her daughter. Սա իրականում մի փոքրիկ ոնց որ օրինակ է, որը ինքը շատ լավ վերցրել է։ Yes. Thank you. Շնորհակալություն։ Թրեմ։ While listening to everything, what's going on, I couldn't be silent.
It's already 5 years that I study and explore mindset and how this mindset reflects to personality. So I'm really familiar with all this because I am right now as well. Currently, I explore and go on with my explorations. I know every method spoken up, and I used them all. And I urge everyone that each one is the director and manager of himself, his personality, and all the senses and feelings are managed by ourselves. And So mindset is created in a way that you can really regulate yourself, and with this you can also influence other people as well around you and the environment. So, thank you. Thank you so much. Thank you for sharing. Yes. Mary? In reference to the techniques, I would like to say on different people, they have their unique influence and effect. It also in reference with personality, who is he? For instance, for one personality, a technique with breathing could be very helpful, but for another people, another technique could be really helpful. Yes. Yesterday we witnessed this because Havening resulted and affected each participant differently, in a different way. Yes. So while choosing a technique to work with, it is really important to understand the personality as well, and which method could be really useful for that very personality most. Yes. So with hypersensitive persons, breathing methods could be really useful. Yes. And are widely used. Yes. Thank you. Thank you for sharing that. There is a long list, and we, on the first training, we had a lot of methods that can be used for balancing the nervous system. Նախկին դասընթացի ժամանակ մենք իրականում շատ մեթոդների շարք կար, որ կարող էինք օգտագործել հավասարակշռությունը վերականգնելու նպատակով. So we still want, of course, to be using all of the different techniques. Միանշանակ այս դեպքում եւս մենք ուզում ենք, որ այս տարբեր տեսակի տեխնիկաներ հնչեցվեն, ունենանք եւ բոլորը արդեն կարողանան ընտրել եւ օգտագործել համապատասխանը. So that's very important. Դա շատ կարևոր է, ձեր նշածը շատ կարևոր է. With Havening and tapping, there is a high probability that the different traumas can be relieved. Tapping-ի մեթոդը, տպտպացնելու մեթոդը եւ Havening-ի մեթոդը, որ մենք ներկայացրել ենք, դրանք այն տեխնիկաներն են, որ դրա միջոցով կարող է ռեալիզացվել տրավման, դուրս գալ տրավման. So we are focusing on that these days, but every method is important. Իհարկե մենք այս օրերին կենտրոնանում ենք այս երկու տեխնիկաների վրա, բայց բնականաբար տեխնիկաները եւ մեթոդները շատ են, որոնք էլ միանշանակ պետք է օգտագործել. And again, we know also that 60% is a relationship between the two people.
Եվ գիտենք նաև, որ 60%-ի պարագայում հարաբերություններն են շատ կարևոր մարդկանց միջև, And 30% is that I believe what I do is the right thing. 30%-ի պարագայում, երբ ինքներս մեզ ենք հավատում, որ այն ինչ անում ենք ճիշտ է, And 8% is the method and technique. իսկ 8%-ը ընդհանրապես դրանք մեթոդների ազդեցությունն են։ Yes, so that's why you can use all kinds of methods if you have a relationship with a person. Այդ պատճառով trust. կարող եք իրականում տարբեր մեթոդներ օգտագործել, սկսած հաղորդակցման, մեկը մյուսի հաղորդակցման եւ վստահության մեթոդներից, Yes. So I think we should այս համար ընդունելի մեթոդներ։ move on to the tapping. Այսպիսով անցում կատարենք թեփինգի, դա So- տպացնելու մեթոդն է, ես կասեմ թեփինգի մեթոդ, որտեղ այդպես մի քիչ կարճ է ստացվում։ So you have to find the papers, yes, Այո, the խնդրում handouts, ենք բացել արդեն այն նյութերը, որ մենք ձեզ երեք տվել ենք, տպագիր նյութերի մասին է խոսքը։ and maybe you already read about the tapping at home. Միգուցե տանը արդեն հասցրել եք այն ինչ տրվել էր կարդակ։ So I printed these cards. Մենք ունենք If you նաև քարտեր, Take one տպագիր քարտեր, and give it to the next. բաժանենք, If you take one and give it to the next. խնդրում ենք վերցրեք մի հատ եւ փոխանցեք մյուսին, այդպես բաժանենք։ She's not here. What? She's not here. Okay, okay. Առողջություն։ But you can, did you happen to get it? This is the same in my. Yes. This is the same, right? Yes, yes. But this is in Armenian. Oh, I'll just show you to them. I'll just. okay, sure. Okay, you can put it there. So you can use Google Translate and then you can get it into Armenian. Այս այն ինչ որ հիմա բաժանվեց, մենք դուք կարող եք արդեն թարգմանել էլեկտրոնային նաև Google Translate-ով կամ որևէ այլ բանի միջոցով եւ ունենալ նաև այդ տարբերակը ձեզ մոտ հայերենը։ But it is in Armenian in your handouts. Բայց տպագիր նյութերը, որոնք ձեզ հանձնվել են, դրանք արդեն հայերեն տարբերակով էին։ Okay. So what we want to do right now Հիմա ուզում եմ որ անենք հետեւյալը։ is to go back and just train the different tapping points. Սկսենք տարբեր կետեր թփթփացնել, այդ մեթոդը սկսենք կիրառել։ And the way we do it, I show you and then we do it together. Հիմա ես ցույց կտամ ինչպես դա պետք է անենք։ And we usually always start with the lymph points. Եվ մենք սովորաբար սկսում ենք կրծքավանդակի հատվածից։ Okay, so Lymphatic now հանգույցներից։ everybody has to do this. Խնդրում ենք այս տարբերակով սկսեք անել բոլորը։ And you go up and out, up and out, up and out. Բարձրացնում եք, իջացնում եք շրջանաձև ձեռքի շարժումներով, վերև ներքև, փորձում ենք դա։ There's a difference. If you do it inwards, it's not right. You have to do it outwards. Պետք է անել շրջանները դեպի դուրս։ Եթե դեպի ներս անեք, դա իրականում չի աշխատի։ Պետք է ձեր ձեռքի շարժումները դեպի հակառակ ուղղությամբ, դեպի դուրս գնան մարմնի։ And try to find the point where you are feeling a little sore. Եվ փորձեք գտնել այն հատվածը, որտեղ մի փոքր ցավ կամ սուր ինչ-որ կետ եք զգում։ Okay? You can feel you're a little sore. Ահա, մի փոքրիկ ոնց որ տհաճություն եք զգում այդտեղ։ All right. The next we do is tapping like this. Հաջորդը դա այս ձևով ենք թփթփացնում ձեռքին։ And it is not here, it's here. Սա ձեռքի դրսի կողմն է։
here. ոչ թե ափի մեջ։ Yes. Show it to your neighbor. Show to your neighbor how you do it, so you can check each other. Ինչպես եք դա անում։ 2 and 2, you check each other. Երկու անգամ ստուգ եք մեկը մյուսին, արդյոք ճիշտ եք անում։ Yes. Okay, good. You can also do it like this. Կարող եք նաև այս ձևով դա անել, It's the same. նույնն է։ Okay. So like this or like this. Այս տարբերակով կամ այս ձևով։ So we swap back to the lymph points. Երբ մենք հետ ենք վերադառնում այս հատվածին, Uh-huh. Yes, there was a sigh. այո, կարող ենք նաև հոգոց հանել And back to this point. եւ կրկին հետ ենք վերադառնում այս կետին։ All right. Then we go to the head, top of the head. Այնուհետև դեպի գլուխ ենք բարձրանում, գլխի գագաթային հատվածն ենք թփթփացնում։ Yes. And you tap maybe 8 to 10 times. Մոտավորապես 8-ից 10 անգամ կարող ենք կրկնել այս գործողությունը։ Then you go to the inside of your eyebrow towards your nose. Այնուհետև գնում ենք աչքի ներսի հատվածը, որը որ մոտ է քթին, քթի ոսկորին։ So show your neighbor. Where do you tap? Ցույց տվեք, արդյոք ճիշտ եք անում, մեկը մյուսին ստուգեք։ These are the points. If you tap like this, it's not a point. Դրանք ցույց է տալիս կետերը, եթե օրինակ ճակատային հատվածը թփթփացնենք, դա չի աշխատի։ Կոնկրետ կետը պետք է թփթփացնել։ Աչքի ներսի հատվածը քթի ոսկորի մոտ։ So it's right, if this is my eyebrow and this is my nose, it's right here. Եթե սա իմ քիթն է, սա հոնքն է, ապա այդ կետը գտնվում է այս հատվածում։ Then you go to your eye outside here. It's a bone. You tap on the bone. Աչքի մյուս կողմը դեպի դուրս նայող կողմը, այնտեղ You can feel the ոսկոր կա, bone. այդ ոսկորն եք զգում եւ թփթփացնում եք այդ ոսկորը։ Yes, I'm looking. Ինչպես Yes. with one hand or with two, You can use both hands երկու ձեռքերն է կարող եք օգտագործել։ or you can use one hand. Կամ մեկով կարող եք անել մի հատվածի You հետ։ can use both sides. Երկու կողմը կարող եք անել կամ They made studies, it doesn't matter. կարևոր չի ոնց ուզեք նայել դա էլ կանեք։ The effect will be Same the effect. Նույն էֆեկտն է։ Then you go under your eye, on the bone. Այնուհետև աչքի ներքևի հատվածի ոսկորն ենք գտնում եւ այդ ոսկորն ենք թփթփացնում։ On the bone. In the middle, Yeah, it's like in the middle. in the middle. Yes. Կարծես թե մեջտեղի հատվածը։ Չէ։ Is it the difference between fingers? No difference between fingers. Տարբերություն չկա։ Որ մատով ուզում եք, որ կողմի հետ ուզում եք, կարող եք աշխատել։ Yes. Uh-huh. Then you go to your point between your upper lip and nose. Այնուհետև անցնում ենք քթի ներքևի հատվածը, շուրթի վերև, քթի ներքև, այդ մեջտեղի հատվածն ենք թփթփացնում։ Yes. Good. Then you go between your chin and your lower lip here. Այնուհետև ստորին շուրթի ներքև ենք արդեն հայտնվում, դնչի մոտ։ Yes, very good. Then you take a deep breath through your nose and go to your collarbone. Այնուհետև խորը շունչ ենք քաշում եւ արդեն դեպի collarbone is անդրակոսկրերն ենք here. անցնում։ Այստեղ։ So you tap on your Սա collarbone մեր անդրակոսկրերն են։ like this or like this. Այս ձևով կամ Not down այն here, ձևով։ but up here. Ներքևը չէ, վերևի հատվածը։ On the bone. Ոսկորներն ենք թփթփացնում։ All right. Okay. So now we do it again, Հիմա կրկին ենք այս ամենը անելու, more in a rhythm. ավելի ռիթմով։ Okay. So we do like this. Սկսեցինք ավշային կետերից, And we do like this. այնուհետև անցնում ենք ձեռքերին, Yes. And then we go back like this. նորից հետ ենք գնում դեպի ավշային լիմֆային կետերը,
And like this. Կրկին անցնում ենք ձեռքերին, And then you go on top of your head. այնուհետև տպտպացնում ենք գագաթային հատվածը գլխի, It's very good. 8-ից 10 անգամ։ On the inside of your eyebrow. Աչքի ներսի հատվածը, ներսի ոսկորին, քթի մոտ, Yes. On the outside of your eye, on the այնուհետև bone. աչքի դրսի կողմի ոսկորը, Under your eye, on the bone. աչքի ներքևի հատվածի ոսկորը, Under your nose. քթի ներքևի հատվածի ոսկորը, հատվածը, Under your lip. ստորին շուրթի ներքևի հատվածը, A deep breath through your nose. եւ խորը շունչ քթով, On your եւ collarbone. տպտպացնում ենք անդրակոսկրերը։ You're yawning. Okay, we take a break. Եվ խորը շունչ ենք քաշում։ Right now, exactly like with havening, we are increasing serotonin. Havening-ի տեխնիկայի նման մենք սերատոնինն ենք այս ձևով փորձում բարձրացնել։ If you start yawning, can you feel it? Melatonin also raised. Yeah. Okay, so now we try 2 and 2 on each other. Այժմ երկու անգամ փորձում ենք կիրառել այս process-ը։ Okay, Երկու անգամ։ I'll show you. Should they do it by themselves or they should On the their other. neighbors? On the neighbors, but I will show. Ձեր ընկերոջ վրա, այսինքն ձեր հարևանի դուք ցույց եք տալիս նրա վրա, հիմա ինքը կասի ինչպես։ And what is her name? She's coming up. Ձեր անունը you. ասեք, We stand up. ոտքի Անի։ կանգնեք։ Annie, come on. I'll show on Annie. Հիմա ցույց է տալու Անիի վրա։ Չեմ լսում։ Խնդրում բարձր որ ասեք։ It's okay, we can stand. We can stand. I do like this, and then I do. Where's your soft point? Վատ եք զգում։ Where is it? Չգիտեմ, Is հեսա here? գամ ձեզ մոտ։ Can you Welcome ask to- where is she sore? Ինչպես։ Where does it hurt? I'll come here. I want to do the lymph point, and it's usually where it is sore. Սա է իրական լիմֆային կետը, այդտեղից պետք է սկսի ինքը ոնց որ այդպես մասաժ անել։ Okay, here. Այդ կետերը, այդ լիմֆային հանգույցներն են, այստեղ փոսիկային մասեր կան։ Okay, I'll do it. She needs to go out for an hour. It's very important for You come back. Okay. I'll stand here for translation or I don't need it. What? For translation, I'll be here or I don't need, you don't need me. Yes, but I will speak, and you can Okay. stand there. Okay. Because I'll And just- there was a participant that she says that while tapping, I don't feel well. Okay, then she shouldn't. Okay. Եթե լավ չեք զգում, մի արեք։ Հա, միզ։ It's okay, you don't have to. All right. Okay, 1 minute. Խնդրում ենք ուշադրություն, որպեսզի շարունակենք։ Yes. So, if you react to the tapping, Եթե դուք թեփինգից վատ եք զգում կամ որոշակի ռեակցիա եք ունենում, the dose is high, too high for your nervous system, այդ պարագայում դա կարող է նշանակել, որ նյարդային համակարգը գրգռված վիճակում է, լարված վիճակում է գտնվում։ then you stop. Մի արեք այդ պարագայում։ Okay? Then you stop. Կարող եք դադարել։ And heart beating, could it appear during this technique? It is, yes, They the have- heart beating will go down. Huh? The
the heart beating will go down. Եթե սրտխփոց ունեք, դրանից հետո պետք է որ անցնի իրականում այդ սրտխփոցը։ What happens is, Ցակաս։ Անելուց հետո կանցնի, դա էր ասում։ Եթե կանցնի արեք։ some of you will feel your heart starts beating. Ձեզանից ոմանք կարող են զգալ, որ սիրտը սկսում է ուժգին բաբախել։ It is called, I don't know in Armenian, but it's called heart rate variability. Սա կոչվում է ոնց որ սրտխփոցի արագացում, ոնց որ ուժեղանում է։ You start synchronizing your heartbeat with your breathing. Դուք ոնց որ սինխրոնիզացնում եք ձեր սրտի աշխատանքը զարկերը շնչառության հետ։ And when your heart rate variability is synchronized, Եվ եթե նրանք համահունչ են, ոնց որ համապատասխանում են, փորձում եք համապատասխանեցնել այդ շնչառությունը սրտխփոցին, that brings stress down. դա իրականում ստրեսը հանում է, իջեցնում է։ But your blood is just has to get used to it. The blood flow, it's like you do the havening and then you start relaxing. In the beginning, it's like, woo, and then you start relaxing. Արյունը եւս արյան հոսքը այդ ձևով է լինում, իրական սկզբից բավականին ակտիվ կարող եք թվալ, այնուհետև այդ ամենը տեխնիկայի կիրառումից հետո դուք ավելի թեթևանում եք եւ այդ ամենը կարծես թե նվազում է։ If you get dizzy, Եթե օրինակ մտածբաղ եք կամ then stop, դա իրականում հանգստանում է։ because maybe your body, it takes time for your body to get used to it. Կամ եթե գլխապտույտ ունեք, դա կարող է որոշակի ժամանակ պահանջվել, որպեսզի ձեր մարմինը սովորի այդ մեթոդին եւ տեխնիկային։ But this is biochemistry, Սա կենսաքիմիական ազդեցությունն է, կենսաքիմիա է, and it changes our brain and body փոխում է մեր ուղեղը եւ մարմինը only by tapping. եւ դա արվում է հենց այս No medicine. տեխնիկայով, ոչ թե դեղահաբերի միջոցով։ You want it? Yes? She liked it much, but for the second time she wants to sleep. Yes. You know, what is your name? Ձեր անունը կասեք, Eva? Sivat. Սիրվարդ, Yes. Yes. Silvad. Սիրվարդ, Սիրվարդ։ Sirvad. Because yesterday with Havening, I remember, if I remember correctly. Ես հիշում եմ, որ Havening-ի ժամանակ երեք, You she said- says that she didn't like Havening. Oh, exactly. Այո, So, դա է so իմաստը։ tapping has a bigger effect. Թեփինգը փաստացի ավելի մեծ էֆեկտ է տվել ձեզ, ազդեցություն է ունեցել ձեր վրա։ During emotions, something, some energy or something else is accumulated in this area. Yeah. And while tapping, she liked that because she started Yes. with this arousal. So we need many things in our toolkit Մենք մեր toolkit-ի համար իրականում շատ տեխնիկաներ եւ շատ բաների կարիք ունենք։ as you say, some methods with this person, some techniques with Ինչպես that դուք person. նշեցիք, դա անհատական է, ամեն մեկի հետ մի տեխնիկայով միգուցե անհրաժեշտ է աշխատել եւ դա համապատասխանաբար օգտագործել։ So now I will show, and we will, what was your name again? Անի, Annie, yes. հիմա So I will show on Annie, and then you will practice 2 and 2 after. այսպեսով Անի վրա ինքը կցույց տա, թե դուք ինչպես եք աշխատելու ձեր ընկերոջ հետ։ So I hold Annie's hand like this, and then I do the tapping. Անին այս դիրքով է կանգնած եւ թեփինգը սկսում եմ այսպես, Can you relax? ավելի հանգիստ ուսերը ձեր հանգիստ թողեք։ Annie's like this. Okay. Փորձեք հանգիստ ավելի դիրք ընդունել, I do like this, թուլացած դիրք։ Սկսում and եմ then ձեռքից I ask Annie where is her soft point. եւ Անին հարցնում եմ որտեղ այլ փափուկ կետերը, ավշային կետերը, որից պիտի սկսել So I do like this. եւ սկսում ենք այս գործողությունն անել։ I go back, Այնուհետև հետ եմ գնում ձեռքերին, and I do like this. կրկին ավշային կետերն եմ
շոյում, շրջանաձև, And then I go to the top of the head. It's okay, you can եւ stand. հասնում ենք արդեն գագաթային հատվածը գլխի, Then I go to the inside of the eye. աչքի ներսի հատվածը, հոնքի մոտ, I go to the outside of the ներսի eye. հատվածը աչքի, ոսկորի մասը, I go to under the eye, on the աչքի bone. ներքևի ոսկորն ենք թփթփացնում այնուհետև, I go to the under the nose, քթի ներքևի հատվածն ենք թփթփացնում, under the lip. շուրթի ներքևի հատվածը, Take a deep breath. խորը շունչ ենք քաշում, անրակոսկրերն ենք թփթփացնում, Okay. Then I do this again. կրկին ավշային կետերը, I go here. ձեռքի հատվածները, And then a new round. եւ կրկին այս շղթան կրկնում ենք։ So I'm going to How ask many you, times? well, we can do it 2 or 3 rounds because you 2-3 get շրջան used to կարող ենք it. կրկնել։ But now I want to hear, did I tap too hard? I want to get feedback. Այժմ խնդրում եմ ասեք ուժեղ էր թփթփոցը թե ինչպես էր, այսինքն հետադարձ կապն է ձեզ այն ուզում լսել, հետադարձ ձեր ասելիքը, կարծիքը։ Okay. It normal էր, it was okay։ Ah, yeah. But sometimes I tap too hard and then I want to get feedback so I can tap lighter. Երբեմն հնարավոր է որ ավելի ուժեղ թփթփացնեմ եւ դուք պիտի ասեք որ ավելի թույլ արեք։ You know, that's why we practice and get feedback. Դա է պատճառը որ մենք կիրառում ենք միևնույն ժամանակ կարծիքն ենք լսում։ So I do 3 rounds with Annie 3 շրջան կկրկնենք Անիի հետ and she does 3 rounds with me. եւ 3 շրջան Անին կկրկնի իմ հետ։ Okay. So we start with this. Փոխվեք տեղերով էլի։ So 2 and 2. Երկուական փորձելու ենք մեկը մյուսի Please, վրա։ any questions? Yes? Հարցեր ունեք։ She has diabetes, Yes. sugar diabetes, and she also has a high pressure, blood pressure, Yes. and it affects her on different, Yes, not yes. so good. No. So you take a break, Դուք հանգստացեք, մի արեք, but maybe you can practice tapping on somebody else. բայց դուք կարող եք դա անել մեկ ուրիշի վրա, ձեզ չանեն, բայց դուք մեկ ուրիշին կարող եք անել։ Okay? Okay? Yes. Շնորհակալություն։ Other questions? Այլ հարցեր ունենք մեթոդի հետ կապված։ No? Okay. This part, no, she felt no effect, but No, no, this no. one, Yeah, okay. But we just have to do it. We are just in the beginning. There's no սա effect. իրականում առաջին հատվածն է, պետք է դուք 3 անգամ կրկնեք, Longer, longer. հետո կտեսնենք, Now we practice. Now we practice. ինչպես տարբերություն չկար, այո, ներողություն, ինչպես ինքը բացատրեց, որ արագ սրտխփոցը իրականում առաջի էֆեկտը կարա լինի արագ սրտխփոց, հետո պիտի հանգստանա, եթե չի հանգստանում, չեք անում։ You know, we want to learn to read. Մենք ուզում ենք առաջին հատվածում փորձենք ոնց որ կարդալ, սովորել, Right now we learn the letters of the alphabet. ոնց որ իսկ հիմա մենք արդեն այբուբենի տառերն ենք սովորում, մենք կարդալ ենք սովորել, հիմա տառերն ենք սովորում։ Down here. Այո։ Առաջնային քայլերն են սրանք, փորձում ենք քայլ առ քայլ առաջ շարժվել։ All right. Okay, so now we train. Super. Հիմա սկսում ենք Fine, արդեն երկուական անում ենք 3 շրջանով, 3 շրջան կրկնելուց հետո անցում ենք կատարում մյուսին։ Oh, another question? Ահա։
At the first stages, she felt stress accumulated in the belly, but now while tapping, she used tapping mechanism, technique, she feels that every stress is accumulated in the hands. Okay, okay. But she didn't think about the stress, about reactivation of anything bad. But this is the cortisol is inside of our connective tissue. Դա այն պատճառով է լինում, որ կորտիզոլը իրականում մեր հյուսվածքներում է պահուստավորվում։ So your body is adjusting. Եվ մարմինը կարծես թե հարմարվում է եւ ուղիներ է փնտրում այն հանելու։ So if she feels uneasy, she can take a break and then continue after. Եթե այդքան է լավ չեք զգում դրանից, այդ զգացողությունից կարող եք մի փոքր դադար վերցնել, այնուհետև հանգստանալուց հետո փորձեք It's շարունակել։ not dangerous. Դա բացարձակ վտանգավոր չէ։ Thank you. I just go to Կգա, հեսա գալիս է, ու քարն է գնացել։ Տանես, ստամը տաննա արագասա։ Երբ են գալու։ Մի հատ ճշտի, եթե 12-ին կարա, թող դասատուն ասելա 12-ին մտնի, մաթեմի։ Մի հատ արագասա, ես չեմ կարողանալու խոսել։ All right. Did you swap? Փոխվել եք տեղերով արդեն։ So the second part of the tapping Այս tapping-ի տեխնիկայի երկրորդ հատվածը, երկրորդ մասը is on our fingers. մեր մատներն են։ Okay? So we do the tapping on the fingernail, between the nail and the finger. Մենք սկսում ենք մատներից, առաջինը բութ մատից, Not up here, but here on the nail. եւ առաջի հոդի մոտ, եղունգի անմիջապես ներքևի հատվածն ենք թփթփացնում։ Yes. Երևի։ And then you do it on the inside of your pointing finger. Այնուհետև ցուցամատի Not here, Merci, not Ko. there, here. արտաքին հատվածը, եղունգից քիչ ներս ընկած հատվածը։ Towards the thumb, on the other side. Here. This is my thumb, this is my finger. Not here, here. Այս հատվածը, որը ցույց է տալիս։ Yes. Then you do it on the end of the long finger, middle finger. Այնուհետև միջնամատի վերևի հատվածն ենք թփթփացնում, Yes. թմբային հատվածը։
Yes. Then you do it on the inside, on the nail. Այնուհետև անցնում ենք մատնեմատի ներսի հատվածը դեպի ճկույթ ընկած Of your ring finger. ներսի հատվածը։ Yes. On the other side, towards the ring finger. Մյուս Yes. մասը։ There. Here. On top of the nail, you have to, not just on the side, you have to touch the nail also. Պետք է մի փոքր մասով հպվեք դեպի եղունգը։ Շատ ներս չէ, բայց մի փոքր եղունգի հատվածում։ Քարտի վրա եւս ցույց է տրվում։ Here you can see the points. Այստեղ կետերը կարող եք տեսնել։ Here you are. And on the little finger, Հասնում ենք ճկույթին, կրկին ճկույթի ներսի towards հատվածը։ the ring finger. Here. Մի On the փոքր nail. հատվածով եղունգին։ On the verge to the finger. Yes. All right. Very good. We do it again. Կրկին սկսում ենք On the end of the հասնել thumb. մատները։ Ինչպես ցույց էր տրվել։ Սկսում ենք բութ մատից, On the side of the pointing finger. այնուհետև անցնում ենք ցուցամատ, On the end of my middle Middle finger. On this side of my ring finger. անցնում ենք հասնում ենք մատնեմատին And on my little finger. եւ ճկույթի այս հատվածը։ Then we add this point, we call it the miracle point. Այնուհետև այս հատվածն ենք հասնում, որը կոչվում է դա Between these two bones in the middle. Դա երկու Here. ոսկրերի արանքն է, հոսիկային հատվածը։ 1 second. Here. Այստեղ ավելի լավ է նշված, որ մասն է, կարող եք You նաև place your hand here. ձեռքը սեղմում եք կրծքավանդակի այս հատվածին եւ դնում եք այդտեղ եւ մյուս All ձեռքով այդ հոսիկային հատվածը թփթփ Everybody's yawning. բոլորը հորանջում են։ Good night. Sleep well. Բարի գիշեր, լավ քնեք։ Okay, okay. So, Annie, you come Անի, up here. խնդրեմ, համեցեք այստեղ։ So, what I did with Annie, I did this. You take a deep breath. Անի խորը շունչ քաշեք։ Then I go to her finger. Կրկին անցնում եմ մատներին, ցույց եմ I տալիս մատների tap վրա։ on her thumb, Բութ մատի հատվածից ենք սկսում նորից, on her pointing finger, անցնում ենք դեպի ցուցամատ, on her longer finger, միջնեմատ, on her ring finger, մատնեմատ and the little finger, եւ ճկույթ։ and on the gamut point. Եվ հասնում ենք այդ փոսիկային հատվածը կրկին։ So that concludes the circle. Սա շրջանը եզրափակում է։ I go up here and start again. Կրկին անցնում ենք կատարում ենք ավշային կետերին եւ սկսում ենք նորից Անուշ մաստեր ջան։ շրջանաձև, շրջանը դեպի դուրս, Everybody's yawning. նորից գալիս ենք ձեռքեր And so on, okay? եւ շրջանը կրկին ինչպես So first you 2 and 2 test the finger. Այսպեսով հիմա խնդրում ենք երկուական փորձեք միայն մատների մասը տպտպացնելու այդ կտորը And then you do the face and the hand again. եւ այնուհետեւ անցնելու ենք նորից դեմքին եւ կրկին անդրադարձ ենք կատարելու ձեռքերին։ Okay, so you test hand, Ձեռքերը, գլուխը, face, hand. գլուխը, դեմքը եւ նորից անցնում ենք առաջնային։ Thank you. You can sit down. Շնորհակալություն։ 22 22 What? 22 2 and 2, yes. Երկուական խնդրում ենք փորձել միայն ձեռքերի հատվածը։ Okay, the fingers, you have to do it. Oh, you don't? Ah, okay. But you have to practice your fingers. No? Ասարակ։ Okay. 10% հեսա արագ աս։ Մի հատ համարը տամ։ You know, if you have a lot of anger, oh, sorry, Եթե շատ զայրույթ կա ձեր մեջ, this will bring the anger down. իրականում կարող է դա նվազել։ Կարող եք հանգստանալ, այո։ Good.
Yes, yes. Brings it down. Ընկեր Ղազարյան հնարավոր է ժամը 1-ին դուրս էին եկել ուղակի միջև հետ գան։ Very good. Yes. And also your finger? Yes. Good night. Հենց հիմա, ասեք։ You swapped? All right. I'm sorry, Kirsten. Yes. When Sona uses this technique, while tapping, she takes her breath. She takes her breath. She can't breathe, yes. Oh, you can't breathe? Don't check շնչում չէ, այդ պահի ժամանակ պահում եք շնչը։ She keeps her breath. And it's like a rhythmic breath. Tap tap and Okay. Like this. Interesting. simultaneously with Yes, yes. All right. So in a few minutes we will take the break. երկու րոպեից ընդմիջման կգնանք։ The tapping method Այս tapping-ի մեթոդը is regulating a lot of things in our nervous system. շատ բան է կարգավորում մեր նյարդային համակարգում։ And right now we have been practicing, Այս պահին մենք գործնական ենք փորձում դա կիրառել իհարկե, and there is a method, a lot more to it. եւ շատ մեթոդներ կան, որը պետք է համակցենք այս մեթոդին։ This is just the very first introduction. Սա ընդհանրապես ներածությունն է այս մեթոդի, But even if you don't use the full method, բայց նույնիսկ եթե ողջ մեթոդը ամբողջությամբ չեք կիրառում, it still has a lot of effect. դա միևնույնն է բավականաչափ ազդում է ձեզ վրա։ Okay? So if you're with somebody who is, Եթե աշխատում եք ինչ-որ մեկի հետ, ով բավականին ստրեսային է, ջոային եւ լարված վիճակում է գտնվում, you can help them relax by tapping կարող եք այս ձևով օգնել նրան, որպեսզի հանգստանա, or by havening. կամ havening-ի միջոցով։ Okay. Yes, question? Հարցը խնդրում եմ ձեզ։ Չեմ լսում։ Չեմ։ Is there any exceptions for not using this method? If I work with somebody and they get dizzy and reacting, Եթե ինչ-որ մեկի հետ եք աշխատում, որ դուք տեսնում եք եւ զգում եք, որ ինքը լավ չի զգում այս մեթոդից, իրեն ավելի անհանգիստ է զգում, then I will not work. դուք ակնհայտ դա տեսնում եք, որ իրեն դա դուր չի գալիս, միանշանակ չեք աշխատում։ If you come up here, Մոտեցեք։ sometimes what I do is I just push the joints Երբեմն ինչ եմ ես անում, ես սեղմում եմ, հրում եմ like այս this, հոդային հատվածը, այսպես, like this. այս ձևով ինչպես ցույց եմ տալիս։ You can all try and, one second. You can all try and press your joints like this. Բոլորդ կարող եք փորձել այսպես հպվելով սեղմել հոդերը, հոդային հատվածները։ You have cold hands. Իմ այրան շրջանառությունն է կարգավորվել, ինձ լավ է զգում։ Her blood circulation is regulated and she feels well. Aha. Now? Yes, հիմա չէ։ This is better. Yes, now. Այն հա ոչ թե ստրեսն եմ հաղթարում, այլ այրանս հայրաշրջանառություն։ Oh, she regulates her blood circulation. Yeah. But so this is a very mild way. Սա բավականին ոնց որ մեղմ տարբերակ է։ So we don't want, and then I will do the other hand. Այնուհետև նույն գործողությունը մյուս ձեռքի հետ եւս։ So you can try and do this 2 and 2. Երկուական եւս այս մեթոդը կարող եք օգտագործել։ press, Սեղմում եք press, հոդային press, հատվածները press, մատների վրա։ press. Because helping the joints is also very good
for regulating the nervous system. Նյարդային համակարգը կարգավորելու համար նաև շատ կարևոր է այս հոդային հատվածներով հպումը եւ հոդերը եւս կարող են նպաստել նյարդային համակարգի կարգավորմանը։ Okay, yes. Thank you. Yes, you can sit. Let's take the She has break. a question. Oh, one more. One more Yes. question. Could this method be used, applied with some ones with some diseases, for epilepsy, for instance? Yes. You can use tapping for physical illness. Դուք կարող եք այս մեթոդը օգտագործել ինչպես ֆիզիկական խնդիրներ ունեցողների հետ, For psychological problems այնպես էլ հոգեբանական, հոգեկան խնդիրներ ունեցող անձանց հետ, and emotional problems. զգացմունքային խնդիրներ, զգացողությունների հետ կապված խնդիրներ ունեցողների հետ եւս։ So we want to activate the negative emotion, Մենք ուզում ենք սրանցով ակտիվացնել բացասական էմոցիաները and then we do the tapping, եւ կիրառել այս տեխնիկան, and then it goes down. որովհետեւ այս It's a miracle. բացասական էմոցիաները, զգացողությունները դուրս գան։ Amygdala goes, I want to sleep, I don't want to be angry, I want to sleep. Ամիգդալան հանգստանում է, որն էլ արդեն մղում է նրան, որ մենք ուզում ենք քնենք, ուզում ենք հանգիստ լինել, հանգստանում է։ Շնորհակալություն։ Break. Okay, break? Yes. Okay, so break now until 12:05.